Սիրելի հայրենակիցներ, եթերում մշակութային խաչմերուկ հաղորդումն է։ Մշակութային խաչմերուկ հաղորդման շրջանակներում հրավիրվել է Խուստուկ Լիլիթը, ում ստեղծագործական երեկոն այսօր կանենք։ Այսօր ձեզ կներկայացնենք Խուստուկ Լիլիթի ստեղծագործությունները մի փոքր կենսագրականից։ Խուստուկ Լիլիթը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Գեղամ Գրիգորյանի և Ամալիա Մինասյանի ընտանիքում։ Հայրը Գեղամ Գրիգորյանը եղել է Կապանի ոստիկանության բաժնի ավտոտեսչության պետը, իսկ մայրը Ամալիա Մինասյանը կադրերի բաժնի վարիչ։ Ունի 1 եղբայր և 1 քույր։ 1963-ից 73 թվականները սովորել և ավարտել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան դպրոցը։ Ստեղծագործել սկսել է 5-րդ դասարանից իր շատ սիրելի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արծվիկ Եսայանի ոգևորությամբ։ Նրա ուսուցչուհին իր գրած բանաստեղծությունները կարդում էր, գովաբանում և բոլորն ուղարկում Պիոներ կանչ թերթին և Ծիծեռնակ ամսագրին, իսկ 6-րդ դասարանում նրա գործերն ուղարկում էր Հովհաննես Շիրազին և Պարույր Սևակին։ Իսկ հիմա մենք ձեզ կներկայացնենք Խուստուկ Լիլիթի խոսքերով երգ Եռաբլուր երգը։ Եռաբլուրում մեկ ուրիշ կյանք է տիրում,
Ձեզ կներկայացնենք Ուստուկ Լիլիթի ստեղծագործություններից Տխուր միջադեպ և ռուսալեզու Ադնաժդի ստեղծագործությունները կկարդա Զոհրաբ Թովմասյանը։ Ողջունում եմ հարգելի ընկերներ, Տիկին Լիլիթ, շնորհավորում եմ և նշում, որ մեծ պատիվ է ինձ համար այսօր ընթերցել ձեր ստեղծագործություններից Տխուր միջադեպը առաջինը։ Տխուր միջադեպ։ Այսօր ամենուր շահն է տիրում, սուտն ու կեղծիքն է իշխում, PR-ն են ոմանք նախընտրում, էգոիզմն է մեզ կլանում։ Այս պահին թե մեզ այսպես է լավ, էլ ոչինչ չենք մտածի բնավ, թե մեզ մոտ մեկին վիրավորեն, մենք երբեք չենք սաստի այդ մեկին, ախր ինչու, մենք պետք է սաստենք, մոտալուտ վտանգը մենք կանխենք, նա մեզ բնավ չվիրավորեց, ու մեզ էլ չնվաստացրեց, թե նա կնոջ է վիրավորել, ծանոթ թե անծանոթ լինի, նա կարող էր քո մայրը լինել, քո կինը կամ էլ քույրը լինի, այդ դեպքում էլի կլռեիր, էլի անտարբեր կլինեիր, պատերազմի դաշտում սպանեին, ընկերոջդ դու կփախչեիր, մեզ մոտ չկա մի միասնություն, հարգել սիրել, հասկացողություն, քո հոգսը իմը պիտի լինի, իմ հոգսը քոնը պիտի լինի, եթե մենք միասին չարարենք, մեր ճամփին քարեր էլ չնետենք, անձնուրաց իրար չպաշտպանենք, երբեք ու երբեք չենք հաղթի մենք, հողն ու շահն է բույն դրած, հոգիներում, սրտերում ձեր պիղծ, զանգվածային այդ հրդեհները, կայրեն մի օր ձեր տները, դարեր ի վեր անտարբեր ենք մենք, մեկս մյուսի հանդեպ եղել, ինքնասիրություն ենք տրորել, վիրավորել դիմացինին մենք, ներողություն անգամ չենք խնդրել, ուսադիրներս հանկարծ կընկնեն, ինչու հանրությանը լսեցնել, որ միայն մենք ենք այդ սխալվել, եթե նա չլինի մեր կողքին, քավլից ոչինչ էլ չի փոխվի, չի իմանա ոչ ոք այդ մասին, շուտով ամեն ինչ կմոռացվի, միգուցե շատերը մոռանան, ոմանք էլ երբեք չեն մոռանա, և մեկը մյուսի ետևից հաստատ երես կթեքեն մեզանից։ Հիմա կընթերցեմ երկրորդ ստեղծագործությունը, որը որ անվանվում է Ադնաժդի, շատ գեղեցիկ ռուսերեն стեղծագործություն, Время летит слишком медленно, когда тебе грустно, время летит слишком быстро, когда ты счастлива, время становится длинным, когда ты болеешь, время летит, когда ты влюблен. Однажды слезы сказали, есть чему улыбаться, я завидую тебя, ты такая, всегда так счастлива. Улыбка ответила, ты не так понял, часто я просто маска, чтобы скрыть свои слезы. Как часто ты сильная ради других, и для себя у тебя есть больше никакой власти. Однажды ты поймешь. Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, Զոհրաբ ջան։ Սիրելի հայրենակիցներ, իսկ հիմա Նաիրա Գյոզալյանը ձեզ կներկայացնի Գարունը եկել ստեղծագործությունը։ Իդրամ Տիկին Գյոզալյան։ Շնորհակալ եմ հիմա։ Շնորհավորում եմ Տիկին Լիլիթ գեղեցիկ երեկոյի համար։ Համոզված եմ յուրաքանչյուրս մեր գեղեցիկ ներդրումը կունենանք, որ այս երեկոն ստացված լինի։ Գարուն է եկել։ Առավոտյան արևի շողերը դեմքս ջերմորեն հուտուտ տալով, համբուրելով իմ քնկոտ աչքերը շտապեցին գարնան ավետը բերել։ Վեր կենալով անկողնուց ալարկոտ ես աչքերս տրորեցի քնկոտ, տեսա պատուհանից գոգին նստած Գյուրիկն ինձ էր նայում զարմացած։ Նայեց նա ինձ ուրախացած, ես էլ նրան նայեցի շատ ապշած։ Մի մեծ ընկույզ տեսա բերանում, ընկույզն ինձ է թողնում և փախչում։ Հագնվելով պատուհանս բացեցի, որ ընկույզը ետ տամ Գյուրիկին։ Վերև, ներքև, աջ ու ձախ նայեցի, ավա էլ չգտա Գյուրիկիս։ Իմ փոքրիկ Գյուրիկը հոգ է տարել իմ մասին և նա միշտ ճիշտ է հասկացել, որ ինձ պետք է շուտապույտ արթնանալ, գարնանամուտի մուտքով հիանալ։ Գարնան արևը շողերը սփռել, վաղորդյան ցողն է հողին նստել։ Մեղմիկ զեփյուրն էլ իր օրհներգով ծաղիկ, խոտ ու ծառ քնից է հանել։ Մանուկները ժիժ կայտար ծիծաղկուն բակում խաղում են աշխույժ խմբերով։ Ջան, պայծառ գարուն է արդեն, ձնծաղիկներն են քնից արթնացել։
Շնորհակալ եմ Տիկին Լիլիթ, իրոք հաճելի գարուն մատուցեցիք մեզ։ Ես եմ շնորհակալ Տիկին Գյուզելյան։ Շնորհակալ Անտիկին Գյուզելյան, իսկ հիմա Աննա Ղարիբյանը կներկայացնի սեր ստեղծագործություն։ Խնդրեմ Տիկին Ղարիբյան։ Տիկին Ղարիբյան, ձեր միկրոֆոնը միացրած չի։ Անկոչ ուրի պես ողորկեցիր իմ սիրտ, աննկատ կրծեցիր դու իմ հոգին, քեզ իմ սրտում տեղ տվեցի տակուկ, բայց սիրեցիր ուրիշին դու թաքուն, ինձանից քեզ միայն փառքն էր պետք, ինձանից միայն հարստություն էր պետք, և լոկ, շատ լոկ հող էր պետք, այդպես էլ դու իսկական սերը չհասկացար, քնքշանքը չհասկացար, նրա ողջ անառիկ հմայքը, նրա անարատ գուրգուրանքը, չհասկացար ու չճաշակեցիր, դու ինչ գիտես, թե սերն ինչ է, դու ինչ գիտես, թե սիրվելն ինչ է, դու ինչ գիտես, սիրո արժեքն ինչ է, քո անունն ու քո պատիվն ինչ է, սիրվեցիր, սիրեցիր, հերիք է արփես դու, թթի օղիով կամ կարմիր գինով, կյանքիդ գնացքն է սլանում, չես հասցնի արփել դու սիրո նեկտարով, սիրիր, սիրվիր, նվիրվիր, միշտ սիրուտ կողքին եղիր, առ նրան քո բազուկներում, առնական, գեթ մեկ անգամ գոնե թողնա սիրվածս գա իրեն, շնորհակալություն Տիկին Լիլիթ, Շնորհակալ եմ։ գեղեցիկ ստեղծագործության համար, ուրիշն է, Շնորհակալ եմ։ Իմ այգու նոր հյուրերը ստեղծագործությունը կընթերցի Մարիամ Բաղդասարյան։ Սիրով Տիկին Լիլիթ, այսօր նստած ես իմ այգում այս գեղեցիկ եդեմական երկար աշխատանքից հոգնում հանգստանում եմ գոհունական։ Շուրջ բոլորս հավաքվել են երգում, նոր թռչուններ են ինձ հյուր եկել, դեղնափորիկ, մոխրոտիկ սիրուն, իրենց դայլայլունով ինձ հմայում։ Ծառիս ծառ են զվար թռչում, ոտքերիս իջնում երգով անհամար, ասես ինձ են շնորհակալ լինում իրենց կերակրելու համար։ Տեսնես որքան հարուստ է այգիս, իր բնակիչներով սիրասուն, սարյակներ, սկյուռիկներ ժպտերես, ճնճղուկներ, արդյունքներ նախշուն։ Բարով եք եկել դուք իմ այգին, սկյուռիկներ, սևուկ և դաշնագույն, ճնճղուկներ, սարյակներ, թովիչ, արդյունքներ, բազմերանգ հմայիչ։ Շնորհակալություն Տիկին Լիլիթ։ Շնորհակալ եմ Մարիամ ջան։ Կյանքիս վերջալույսը ստեղծագործությունը կընթերցի Կարինե Գևորգյանը։ Խնդրեմ Տիկին Գևորգյան։ Շնորհակալություն։ Ես շնորհավորում եմ Լիլիթին այսօրվա գեղեցիկ կարելի ասել տոնի առիթով եւ կարդամ կյանքիս վերջալույսը բանաստեղծությունը։ Շնորհակալ եմ։ Կյանքիս վերջալույսն եմ թևակողել։ Շատ անգամ սխալվել, սայտակել, ընկել, անարժան մարդկանց սիրել, նվիրվել ու բոլորի հետ հաշտ եմ մնացել։ Փորձել եմ հասկանալ ամենքին, երբ սիրտ են դատարկել իմ առաջ։ Խորհուրդներովս օգնել եմ նրանց, երբ մարդիկ ինձ են վստահել։ Բայց արի ուտես, թեկուզ և սխալ, եղել եմ նաև շատ էմոցիոնալ։ Մարդիկ ինձ հաճախ միամիտ են կարծել, երբ շատ բան ցավով ես կուլ եմ տվել։ Բարությանս դիմաց շատերը ինձ չարությամբ են պատասխանել։ Անարժանները անկեղծությանս կեղծիք են տվել։ Իմ նվիրումի ու սիրո դիմաց չարանենգության քայլեր են արել, թե որ սխալմամբ սիրտս եմ բացել, չարախոսել են ու ինձ բան պասել։ Կյանքիս վերջալույսն եմ թևակողել ու պարզվում է, որ ճիշտ չեմ ապրել։ Շատ մարդկանց անխոս ես չեմ հասկացել ու չեմ ցանկացել նրանց նմանվել, բայց բոլորի հետ հաշտ եմ մնացել։
Շնորհակալություն գեղեցիկ բանաստեղծության համար։ Շնորհակալ եմ Կարինե ջան գեղեցիկ ասմունքի համար։ Շնորհակալություն Տիկին Կարինե։ Կին ստեղծագործությունը կընթերցի Մարլենա Եղշատյան։ Սիրով կին ընդամենը 3 տար հապավում է 1000 բառի։ Կինը կայուն ու կամքի տեժ կամեցող է կոյուն ընտանիքի։ Կշռադատված ու կտրուկ, կրքոտ շատ, անչափ կլանված, կենսախինդ կայտար է դառնում, կչկչան ծիծաղից իր բալի։ Կին, ինտելիգենտ շրջապատում իրավացի ամեն հարցում, իմաստուն խորհրդատու իր կեսին, իրազեկ է նա ամեն ինչում։ Կին, դու նպատակասլաց, մեծ նեցուկ բարձունքներ նվաճած ամուսնուտ, տղամարդը զոր կդառնա և կողքին խելացի կին կունենա։ Այս ամենը աշխատանքն է մեր, չարչարանքի արդյունքն է մեր, ճիշտ դաստիարակությունն է մեր, իմ թանկագին ընկերներ։ Լիլիթ Խոստուփ։ Շնորհակալություն Տիկին Լիլիթ։ Շնորհակալ եմ Տիկին Մարլենա։ Շնորհակալ եմ։ Ընկերների ստեղծագործությունը կընթերցի Արմիդա Գրիգորյանը։ Խնդրեմ Տիկին Գրիգորյան։ Շնորհավորում եմ Տիկին Լիլիթ եւ Շնորհակալ եմ։ մեծ վստահությունը հուսով եմ կարդարացնել։ Ընկերներիս, սիրում եմ ես ընկերներիս, հեռու մոտիկ ընկերներիս, հիշում եմ եւ կարոտում դասընկերներիս, մանկությանս բոլոր ընկերներին, նոր ընկեր գտնելը դյուրին է եւ հեշտ, ընկերությունը պահպանելը դժվար է միշտ, անկեղծ, մաքուր ընկեր ունենալն է դժվար, հավատարիմ անձնվիրած ընկեր ունենալը ոչ հեշտ, 1000 երանի այն մարդուն, ով գնահատել ու պահպանել գիտի ընկերությունը, 1000 երանի այն մարդուն, ով կեսբառից ընկերոջ միտքն է կարդում, 1000 երանի այն մարդուն, որ միայն աչքերի մեջ նայելով զգում է վիշտն ու ցավը ընկերոջ, 1000 երանի այն մարդուն, որին հեռավորությունն ու ժամանակը մոռացնել չեն տալիս ընկերոջը, սիրում եմ ընկերներիս, ահել ջահել ընկերներիս, սիրում եմ ես ընկերներիս, տղա աղջիկ ընկերներիս, պահպանեք ընդմիշտ ձեր ընկերությունը, ամուր պահեք հեռու մոտիկ ձեր ընկերությունը, աղջիկ տղա, ահել ջահել, մաքուր ընկերությունը, կյանքը կարճ է, գնահատեք անարատ, անկեղծ ընկերությունը, սիրով Խոստուփ Լիլիթ։ Շատ շնորհակալ եմ Արմիդա ջան։ Իսկ ես սիրելի ընթերցողներ, Վահե Գարեգինս ձեզ համար կընթերցեմ Խոստուփ Լիլիթի Իմ կապան ստեղծագործությունը։ Մեր վեհանիստ Խոստուփի լանջերին քո հանգրվան արքայավայել փռված իմ կապան քո հերոսներին, որոնք իրենց կյանքն ազնվավայել չխնայեցին հանուն լեռներիդ։ Հանուն քո դեպի երկինք խոյացած, սիգապանց ու բարսադիր Խոստուփի սառնորակ աղբյուրներով ողողված, մեր սեգ ու գեղեցիկ կապուտ ջուղի չխնայեցին հանուն լեռներիդ։ Հանուն քո վշտաբեկ շատ փրփրած, մեր մուսան պահտված ողջի գետի, արևի շողերով մեր ողողված և հիասքանչ վաչագան գետի չխնայեցին հանուն գետերիդ։ Դու իմ հավերժ երիտասարդ կապան, տվել ես բազում արվեստագետներ, արդի տաղանդավոր բանաստեղծներ, հանուն քեզ կապան մեր տղաները հանգչում են այնտեղ որպես հերոսներ, հանգչում են եղբայրականում այդ մեր։ Այսօր դու կրկին խառնվեցիր, քո լրիվ մոխրացած աճյուններից, աճում և բարգավաճում ես նորից, քո վառ տեսքով դու մեզ ապշեցրիր, իմ ծննդավայր, այս ինչ արեցիր, որքան էլ ես աշխարհում մոլորված, տխրագին դեգերեմ պանդուխ դարձած, քո շքեղ տեսքով ես միշտ հմայված, քո գովքն ընդմիշտ պիտի գովերքեմ, իմ չքնաղ կապան, քեզ միշտ կսիրեմ, Խոստուփ Լիլիթ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն գեղեցիկ ընթերցանության համար։ Իսկ հիմա, սիրելի հայրենակիցներ, մենք ձեզ կներկայացնենք Խոստուփ Լիլիթին նվիրված ստեղծագործություն, երգ, անակնկալ վերնագրով։ Խոսքերի հեղինակ Լիանա Կոստանյան, երաժշտության հեղինակ Թերեզա Հովհաննիսյան։ I
փոքր շարունակեմ Մեծ բանաստեղծները Պարույր Սևակը և Հովհաննես Շիրազը կարդում են և հիացմունքով գրառում անում. Փոքրիկ բանաստեղծուհի, մենք քեզ անհամբեր սպասում ենք, շուտ մեծացիր։ Ծնողները դժգոհ էին, որ նա մեր վարպետներից գովասանքի էր արժանացել և նրան արգելում են ստեղծագործել։ Երկար ժամանակ նրա ուսուցչուհին, ընկեր Եսայանը փորձեց հորը համոզել, որ թույլ տա նրան շարունակել ստեղծագործել, բայց հայրն անդրդվելի էր։ Այդպես նա դադարեց ստեղծագործել։ Միայն ամուսնանալուց 15 տարի հետո կրկին շարունակեց գրել և առ այսօր շարունակում է գրել նույն ոգևորությամբ և նույն եռանդով։ Նրա բանաստեղծությունները խոհեր են հայրենասիրական, ընտանեկան, մանկական սիրո թեմաներով գրված, նվիրված տարվա բոլոր եղանակներին։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված են երաժշտություն և արդի երգիչները երգում են, օրինակ «Ինչ է կյանքը առանց քեզ սիրելիս», որ երգում են Սիլվա Սարգսյանը։ Իսկ մենք ձեզ կներկայացնենք վերջին թվարկած երգը «Ինչ է կյանքը առանց քեզ սիրելիս»։ Խոսքերի հեղինակ Ուստուք Լիլիթ, երաժշտության հեղինակ Վահան Մանուկյան, երգում է Սիլվա Սարգսյանը։ Ասես դարձել
հիմա Նաիրա Գյուզելյանը կներկայացնի ձեզ մի կորցրեք ընկերներին ստեղծագործությունը։ Խնդրեմ Տիկին Գյուզելյան։ Շնորհակալ եմ հիմա։ Գեղեցիկ խորհուրդ ունեն այս տողերը Տիկին Լիլիթ, ընկերության մասին այս գեղեցիկ տողերը։ Մի կորցրեք հին ընկերներին, նրանք անչափ թանկ են բոլորից։ Մեր հին ընկերները ոսկի են, չմոռանաք երբեք այդ մասին։ Այո, հին ընկերները ոսկի են, իսկ նոր ընկերներն ադամանդ։ Ադամանդ գտնելիս հիշեցեք, ձեր հին ընկերները ոսկի են։ Ադամանդ կրելու համար միշտ ոսկի հիմք է հարկավոր։ Անգամ թե ունենաք ընկերներ անհամար, հին ընկերներին մի մոռացեք երբեք։ Ամուր պահեք ընկերությունը, ձեր ահել և ջահել, հին և նոր։ Նրանք կհիշվեն մի ողջ հավերժություն, սիրեք դուք բոլորին ամեն օր։ Նոր ընկեր գտնելիս մի մոռացեք, հին ընկերներին դուք երբեք։ Անուշ են ընկերները մանկության և անջնջելի են մինչ խոր ծերություն։ Սիրուն տողեր են, Աստված տա յուրաքանչյուրս կարողանանք շատ լավ ընկերներ ունենանք ու պահպանենք այդ թանկ ընկերությունը Տիկին Լիլիթ ջան։ Անչափ շնորհակալ եմ գնահատանքի համար։ Շնորհակալ եմ Տիկին Գյուզելյան։ Իսկ հիմա Աննա Ղալիբյանը կներկայացնի Գարունը Նյուրնբերգում ստեղծագործություն։ Սիրով։ Գարնանամուտը Նյուրնբերգում։ Հեյ, ելեք մարդիկ դուք խորքնից, գարնանամուտ է Նյուրնբերգում, արթնացել են տես ծմրանքնից և գարնանամուտ են ավետում։ Թրջունները մեզ մոտ ծմերած, մի քիչ մրսած, թրջված անձրևից։ Հեյ, նայեք մարդիկ պատուհաններից, օրերն են արդեն շատ երկարել։ Արևն է մեզ ջերմացնում վերից, կրակուսներն էլ են տես բացվել, նարցիսներին են ողջույն տալիս, սկյուռիկներն էլ են արթնացել, ուրախ սվարթ իջնում են ծառից, մի ինքյուս բերանից ծառից մագլցել ու շտապում են բույնը իրենց, մանուկներն էլ տակ չեն հագնվել, եկել է գարունը բաղձալից։ Շնորհակալություն Տիկին Լիլիթ գեղեցիկ ստեղծագործության համար։ Շատ շնորհակալ եմ Աննա ջան։ Շնորհակալ եմ Տիկին Ղալիբյան։ Իսկ հիմա Մարիամ Բադեսյանը կներկայացնի Վերջ ամեն արդյունքին ստեղծագործության։ Վերջ ամեն արդյունքի։ Բավե, պապիկ ջան, զուր մի լացիր, լացով բալետ երբեք էլ չի վերածնվի, ծառ տնկիր, ծաղիկ աճեցրու, տուն կառուցիր, ու քո թոռնիկներով դու ուրախացիր։ Բավե, տատիկ ջան, արցունքները ծրփիր, արցունքներով երբեք տունը չես ջերմացնի, համով հոտով ճաշեր եփիր, քաղցուր անուշահամ թխվածք թխիր։ Բավե, որդիս, վրեժխնդրությամբ ոչինչ չես փոխի։ Ուշքի արի, աշխատիր, ընտանիք պահպանիր։ Բավե, հարսիկս, արցունքներով ապրել չի լինի, կորցրածդ լրացնելով ընտանիքդ վեր կհառնի։ Վերջ ամեն արդյունքի, լաց ու կոցի, վերջ ամեն վախի ու արհավիրքի, մենք էլի կապրենք, կբարգավաճենք։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ ստեղծագործություններ Տիկին Լիլիթ։ Շատ շնորհակալություն Մարիամ ջան։ Իսկ հիմա Կարինե Գևորգյանը կներկայացնի Մի խոցիր ստեղծագործությունը։ Խնդրեմ Տիկին Գևորգյան։ Սիրով։ Մի խոցիր սիրտն այն մարդու, ով միշտ քեզ համար հոգում է, ով միշտ քո մասին մտածում, պետք չէ խոցել սիրտն այդ մարդու։ Մի խոցիր սիրտն այն մարդու, ով քեզ իր կյանքից առավել է սիրում, ով քո վատ գործի համար է տխրում և ուրախանում քո ամեն լավով։ Մի խոցիր սիրտն այն մարդու, ում հետ դու մի օր սեղան ես նստել, նրա հետ մեկտեղ հացդ ես կիսել, խորհուրդն ընդունել, մեծարել նրան։ Բայց մի բան դու հաստատ իմացիր, երբ համբերության բաժակը լցվի, նա կհեռանա քեզանից լուռ ու մունջ, նա կհեռանա ու երբեք քեզ մոտ չի վերադառնա։ Խոստով Լիլիթ։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ եմ Կարինե ջան։ Իսկ հիմա Մարլենա Եղշեցյանը կներկայացնի Իմ սիրելի հայրենիք ստեղծագործություն։
Իմ սիրելի հայրենիք, որքան են քեզ բզկտել, ամեն կողմից կեղեքել, որքան չարիք են տվել։ Դու մի բուր ես հայրենիք, մեջքդ կոտրեց թշնամին, որդիներիդ հուշոտեց, բայց անկոտրում ես դու էլի։ Դու իմ չկնաղ հայրենիք, սարերի քարերի երկիր, սիրո հյուրընկալության երկիր, հերոսների հայրենիք։ Դու քո չկնաղ կապանով, իմ բարձրադիր խուստուփով, հորդառատ իմ ողջիով, նժդեհով, Դավիթ բեկով, իմ քարակերտ Գորիսով, Սիսիանի շաքի ջրվեժով, քո հայր Գյումրիով, մայրաքաղաք Երևանով, բարգավաճիր դու հայրենիք, որքան էլ քեզնից հեռու ապրեմ, թվացյալ անհոգ եւ ուրախ լինեմ, միևնույն է, չեմ մոռանում, էլի քո սդարյուն դուստրն եմ, հայրենիք, դու իմ սուրբ անուն, Հայաստան չկնաղ ու սիրուն, Խուստուկ Լիլիթ, շնորհակալություն բանաստեղծության համար։ Ես եմ շնորհակալ ասմունքի համար, Մարմենո ջան։ Իսկ հիմա Արմիդը Լիլիքոյանը կներկայացնի կեղծի ստեղծագործությունը։ Սիրով, դարի հիվանդությունն այսօր կեղծիքն է դարձել, իմացեք, քայլում եմ ես փողոցով մոլոր, չեմ հասկանում, ինչու կեղծեցիք, ինձ հետ խոսում, ժպտում, ծիծաղում, թիկոքից ինձնից եք բամբասում, ինչու եք դուք այսպիսին դարձել, միթե դժվար է մաքուր ապրել, այսօր պետք եմ ես ձեզ, լավն եմ ես, իմ օգնության կարիքը զգաք, Աստված, մայր և քույր կդառնամ ձեզ, իմ մասին լեգենդներ կհյուսեք, թե իմ օգնությամբ դասավորվեք ձեր բոլոր խորթուբորդ գործերը, այլևս ձեզ պետք չլինեմ, կմորոտեք դուք իմ անունը, ախր ինչպես եք դուք չեք ամանչում, ասացեք, ինչպես եք դուք փորձում լավն ու բարին վատին վերագրել, ու այսքան կեղծիք տարածել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք Տիկին Արմիդա։ Ես Վահե Գարեգինս ձեզ կներկայացնեմ Խուստուկ Լիլիթի Մենավոր ծառը ստեղծագործությունը։ Մենավոր ծառը բացատում, ամուր կանգնած է մայր հողին, որքան անգամ կայծակ զարկում, անսասան է նա իր տեղում, որքան անգամ կրակ վառել, քո ճյուղերից թուրք տաքացել, կրակն է վաղ քեզ այրել, բայց դու կանգուն ես մնացել։ Ձմռան ցրտաշունչ օրերին մեր մենավոր ծառը մրսել, սառցե քուլաներ ճյուղերին, սակայն երբեք չի բրկվել։ Հայրենիք, նման ես ծառին, բացատում մենավոր կանգնած, քեզ թշնամիներ բյուրավոր չորս կողմից էլ հալածեցին, դարերի վեր հարձակվեցին, քեզ հետ միշտ պատերազմեցին, քաջարի մեր զինվորներին բիրտ ոսողները սպանեցին, քանի տուն անջրակ մնաց, քանի մեր հարսերը, ախ, որ փայրի դարձան, նախ և անհայր մանուկներ, մենավոր իմ ծառ, քեզ նման հայրենիքից բզկտեցինք, բայց նա տես մնաց անսասան, գարուն բերեցինք մենք կրկին, դարձյալ ծաղկեց աշխարհնայոց, ինչպես քեզ մոտ ծառ մենավոր, թռչունների երամի պես տուն կգան որդիք քո մոլոր, շնորհակալություն Խուստուկ Լիլիթ։ Շնորհակալ եմ շատ, Վահե ջան։ Իսկ հիմա ձեզ կներկայացնենք երգ հետո վերնագրով։ Խոսքերի հեղինակ Խուստուկ Լիլիթ, երաժշտության հեղինակ Թերեզա Հովհաննիսյան։ Հիմա էքսպերիմենտը։ Yes, you can try.
Միքրոֆոնը միացրած չի Վահե ջան։ Ներկայացնեմ Հուստուկ Լիլիթի կենսագրության վերջին հատվածը։ Հուստուկ Լիլիթը տպագրվել է մի շարք համահեղինակային գրքերում, տպագրել է նաև իր հեղինակային աշնանային միտորումներ գիրքը։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և մեդալներով։ Նրա գրած Մայրիմ և Եռաբլույր բանաստեղծությունների հիման վրա Աշուխ Սահանուշը գրել է երաժշտություն և անձամբ կատարում, իսկ կոմպոզիտոր երգչուհի Թերեզա Հովհաննիսյանը Մայրիմ Կապան բանաստեղծությունների հիման վրա գրել և նոտագրել է երաժշտություն և անձամբ կատարում։ 2025 թվականից Հուստուկ Լիլիթը դարձել է Հոգու մտքի մշակույթ հասարակական կազմակերպության անդամ։ Հուստուկ Լիլիթը ստեղծագործում է և արձակ, և չափածո, տիրապետում է 7 լեզուների, աշխատում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում որպես գերմաներեն լեզվի թարգմանչուհի։ Իսկ հիմա մենք ձեզ կներկայացնենք երկին երաժշտություն Մայրիկիս երգը, խոսքերի հեղինակ Հուստուկ Լիլիթ, երաժշտության հեղինակ Աշուխ Սահանուշ։ Մայրիմ սիրասուն, ձերացել ես արդեն, միայնակ մնացել այս ամբողջ աշխարհում։ Մայրիմ սիրասուն, ես քեզ շատ եմ սիրում, սևահեր մազերով ջերմակել են վաղուց, շատ վաղուց, միայն հիմա եմ զգում խորությունը քո հոգում, ես քեզ շատ, ախ շատ եմ սիրում, շատ եմ սիրում, Մայրիմ սիրասուն, ձերացել ես արդեն, միայնակ մնացել այս անգութ աշխարհում, Մայրիմ սիրասուն, ես քեզ շատ եմ սիրում, սևահեր մազերով ջերմակել են վաղուց, շատ վաղուց, միայն հիմա եմ զգում խորությունը քո հոգում,
հիմա Նաիրա Գյոզարյան ձեզ կներկայացնի Խուստուկ Լիլիթի Հովհաննես Շիրազին նվիրված ստեղծագործությունը։ Ծրամ Տիկին Գյոզարյան։ Շնորհակալ եմ։ Հայ մտքի բանաստեղծական մտքի տիտանին նվիրված այս գեղեցիկ տողերը հիմա ես կմատուցեմ ձեզ։ Դու մեծն պոետ Հովհաննես Շիրազ, դու մեր Մասիսին գովերքող մուրազ, դու սուրբ մայրերին գովերքող երգիչ, դու մեր անարատ հայոց լեզվի փրկիչ։ Մեծացար դու փողոցում մուրալով, ոտքի կանգնեցիր դու ջուր ծախելով, սիրեցիր դու, ընտանիք կազմեցիր, փառահեղ զավակներ ունենալով։ Իշխանությունները քարկոծեցին, ոստիկանները քեզ բանտարկեցին, տգետ մարդիկ քեզ ծաղրում էին, իսկ վախկոտները քեզնից բամբասում։ Քո մահից հետո միայն հասկացան, որ դու պոետն ես մեր դյուցածնական, մինչև հիմա քո գործերն են կարդում հանդիսավոր հավաքույթներում։ Ես շնորհակալ եմ Աստծուն խորապես, որ իմ մանկական գրերն ես կարդացել եւ ինձ ուղղել ես հայրաբար։ Այսօրվա բյուր հաջողություններիս եւ բազում խրախուսանքներիս համար քեզ եմ միան պարտական, իմ գրերի ուսուցիչ պատվական։ Խուստուկ Լիլիթ։ Շնորհակալ եմ շատ։ Հիանալի տողեր նվիրված Շիրազին։ Շնորհակալ եմ։ Իսկ հիմա Աննա Ղարիբյանը ձեզ կներկայացնի Խուստուկ Լիլիթի Տատիկի խրատը թորնիկին ստեղծագործություն։ Սիրո։ Տատի խրատը թորնիկին։ Տատ ու թոր սեղանի շուրջ, սուրճ են խմում կատակում, ուտում, խմում ձեռքին սուրճ։ Թորը տատին հարցնում. Տատ, հայկին եմ կարոտել, ընտանիքով են մեկնել, գիտես, նա ինձ չի զանգում, նրան շատ եմ կարոտում։ Այո, դու ճիշտ ես վալես, Հայկը ընկեր է բարի, նրա նման ունեցիր, շատ ընկերներ սրտաբաց։ Հայկի նման լավ ընկեր, շատ չես գտնի դու կյանքում, նրանք նման են քաղցր տորթի, որից չես հագեցնում, նրանց կարիքը զգում, նրանց հետ ես կատակում։ Միասին կհանդիպեք Աստծուն ես միշտ աղոթում, ամեն օր նրան սպասում։ Տատ, ասա միայն անկեղծ, արդյոք եղել եմ ես կեղծ, միթե այդպես է կարծում, որ ինձ Հայկը չի զանգում։ Ոչ, բալես, Հայկի համար դու վատ ընկեր չես եղել, ունեցաք դուք անհամար, ուրախ օրեր, շատ ավել, քան մյուս ընկերներիդ հետ միասին վերցրած, ձեզանով քույրդ, եղբայրդ մնացել են զարմացած, շուտով քո ընկեր Հայկը կգա իր տատիկին հյուր, նրա հայրը իր վարկը ոչ չի թողնի մինչև ուր։ Համով հոտով ես կեփեմ, ճաշել շատ զանազան, մեկ էլ զարմացած նայեց, գոգին քնած թորանը, թե Հայկի նման ընկերներ դուք ունենաք հավատարիմ, դուք էլ նրան անձնվեր, կսիրեք միշտ սիրալիր, քնիր բալիս անուշ քնով, դու մուշիկ անխռով, չմոռանաս երբեք կյանքում, կան ընկերներ քեզ են սիրում, նրանք նման են տորթի, մնում են հավերժ քո մտքին, նրանք նման են համեղ ճաշի, որ ուտում ես լավ առիթին, նրանց կարիքն ես զգում, օրվա յուրաքանչյուր պահին, սիրում ես և միշտ կարոտում, Հայկի պես բոլոր ընկերներին։ Շնորհակալություն Տիկին Լիլիթ, այսքան լավ խրատների համար։ Շնորհակալ եմ Աննա ջան։ Իսկ հիմա Մարիամ Բաղդասարյանը կներկայացնի Հայրիմ դու միակ հպարտություն ստեղծագործությունը։ Սիրով, հայրս։ Հայրիմ, դու իմ միակ հպարտություն, հայրիմ, դու իմ ամենավեհ բարձունք, դու ես մեր ընտանիքի ամուսյուն, անցնում էր օրը մեր առանց արցունք։ Հայրիմ, կանցն ես դու մեր թանկագին, ընկերներ տեն միշտ քեզ շատ հարգել, թամադան ես եղել դու խնջույքներին, սգո միջոցառում ևս վարել։ Թեպետ ղեկավար էիր քաղաքում, շատ խստապահանջ էիր դու գործում, բայց բոլորին էիր դու միշտ օգնում, և այսօր բոլորն են քեզ հիշում։ Հայրիմ, դու շատ թանկագին ու իմաստուն, երկար տարիներ է ինչ հեռացար, մեզ թողիր մենակ, անտեր ու անտուն, ոչ մի վայրկյան մենք քեզ չմոռացանք։
Շնորհակալություն Տիկին Լիլիթ։ Ես եմ շնորհակալ Մարիամ ջան։ Իսկ հիմա Կարինե Գևորգյանը կներկայացնի «Մենք ենք մեղավոր» ստեղծագործություն։ Ընտրեմ Տիկին Գևորգյան։ Մարլենա Եղշատյան, Ապշածը։ Ձեր միկրոֆոնը բացեք, Տիկին Եղշատյան։ Գործը, որ հիմա պիտի կարդամ, բանաստեղծի հոգու խորհուրդն է, հոգու անհաշ լինել ժամանակի իրականության եւ հային ոչ հարյուր դեպքերի հետ կապված, որ ներկայացրել է տողերի մեջ։ Ապշած եմ։ Այսինչ է այսօր կատարվում։ Մի փոքրիկ, բայց ճկնախ Հայաստան։ Թուրքիայի հետ ես պայքարում, բայց մնացել ես կանգուն ասասան։ Ադրբեջանի կռիվներն ես ետ մղում, դիմակն էլ պատրեցիր Ռուսաստանի, որը կեղծ է եղել ողջ կյանքում հանդեպ իմ Հայաստան աշխարհի։ Այսինչ է այսօր կատարվում։ Ընտանիքներ են քայքայվում, մեծ ջանքերով մտերիմների հեռանում են առանց խոսքերի։ Ինչպիսի ջանքերով են մեծացնում, ինչպիսի տառապանքով են սնում, սիրասուն մայրերը զավակներին, բայց զավակը մայր է ուրանում։ Այսինչ այսօր կատարվում, քույր ու եղբայր օտարացած առիթից առիթ են իրար հետ հիշում ու հանդիպում են միայն հարկադրված։ Հարևանները իրար չեն ճանաչում, բարեկամները տայն մեկ են հանդիպում։ Ինչու է կյանք մեր փոխվել, ապշած եմ այսօր մնացել։ Այսինչ է այսօր կատարվում, ում է պետք հարցնել կամ մեղադրել, մեկը մյուսին կեղծ են շփտում, ապշած եմ, հո դուք չեք գժվել։ Խոստուկ Լիլիթ, շնորհակալություն գեղեցիկ գրի համար Տիկին Լիլիթ։ Շատ շնորհակալ եմ Մարլենա ջան։ Իսկ հիմա ոչ պատերազմի ստեղծագործությունը կներկայացնի Արմիդա Գրիգորյան։ Սիրով, ոչ պատերազմին։ Լսում եք որթե կորուս մայրերին եւ վշտից կուչ եկած մեր հայրերին։ Լսում եք այրիացած հարսներին, զինվորների սիրած աղջիկներին։ Տեսնում եք, արդյոք չի չորացել հերոսացի մայրերի աչքերից։ Տեսնում եք, հայրերը չներեցին իրենց որդիների հավերժի համար։ Տեսնում եք այրիացած հարսները եւ զինվորների սիրած աղջիկները էլ տուն չեն գնում եռաբլուից։ Աղիողոր ողբում են նրանց։ Վայր դրեք բոլոր զենքերը, դեն շպրտեք ձեր բոլոր արկերը, ոչ ասեք մենք պատերազմներին, զնդաղ նետեք հրահրողներին, թող խաղաղություն լինի աշխարհում, անփորձակ ծառայություն բանակում, էլ երբեք արցունք չհայտնվի ծնողների աղջիկների աչքին, ովքեր պատերազմ են դեռ երազում, որ միջև վերջ մարտնչել է ուզում, ուրեմն արտերկրներից բերեք նաև ձեր որդիներին, նոր կռվեք։ Հուսով եմ ձեր կոչը կհասնի այն սառը սրտերին, ովքեր պատերազմ են հրահարում։ Շնորհակալ եմ Արմիդա ջան։ Շնորհակալ եմ Տիկին Արմիդա։ Իսկ հիմա ես Վահե Գարեգինս կընթերցեմ Իմ կապանն է սպասում ստեղծագործությունը։ Երկինքդ կապույտ, քուլաներով բյուր, օրերդ պայծառ եւ արևապույր, սառնորակ ջինջ են պաղաղբյուրներդ, կարմրախայտով լի վարար գետը։ Ուստուք լեռը քեզ դարձել է վահան, կապույտ ջող լեռը վերից քեզ հսկում։ Մեր ողջինն է հոսում մոլ է գնաց, վաչագամ գետն է տես ալեկոծված։ Եվ Սաղարթախիտ անտառներում մեր վահանավանքն է խոյանում դեպ վեր։ Այստեղ են գալիս կանայք սիրասուն, մայրանում են, թողնում հեռանում։ Հույս հավատ սիրով ծնում փոքրիկներ, նժդե ու վահան կորյուն տղաներ։
Հայոց ոգին է ապրում նրանց մեջ և երջանկություն թևում անոտ մեջ։ Քաջ նժդեհի սուրբ ոգին է սավառնում, հուստուկ լեռան գագաթի լանջերում, ջախջախել է արյունարկ ու թշնամուն, փառք ու պատիվ նրան մենք չենք մոռանում։ Շիրմար քարեր կան Սյունյաց լեռներում, մխիթար սպարապետ այստեղ են ննջում։ Հայոց սուրբ ոգին թևում Սյունիքում, հավքերն են երգում փառք և խոնարհ։ Իշխանազուն Դավիթ բեկի սուրբ հոգին է թևածում, իշխաններին հայ քաջազուն խոնարհում և խնկալ։ Չենք մոռանում սխրանքները սպարապետ Մխիթարի, Դավիթ բեկի, փայփայում ենք հավատամքը գաղափարը մեծ նժդեհի։ Արթնացեք իմ կապանի քաջեր, դուք ձեր դարավոր խորնիջից, արթնացեք դուք հայոց արծիվներ, ազատենք երկիրը մերն ենք ոսողից։ Համախմբվեք հայորդիներ դյուցազուն, ոտքի ելեք ֆիդայիններ քաջարի։ Կամավորներ և զինվորներ սիրասուն, ձեզ անհամբեր իմ կապանն է սպասում։ Իմ չքնաղ կապան դու գեղատեսիլ, բնությունը քո հանց դրախտ լինի, ես քո դուրս տրնեմ ինչ էլ որ լինի, քո գիրկը կգամ, ես շուտով էլի, ուստուպ Լիլիթ։ Անչափ շնորհակալ եմ Վահետ ջան։ Ես եմ ձեզ շնորհակալ հրաշալի ստեղծագործության համար, իսկ հիմա մենք ձեզ կներկայացնենք վերջին երգը Մայրիկիս վերնագրով, խոսքերի հեղինակ Ուստուպ Լիլիթ, երաժշտության հեղինակ Վահան Մանուկյան, կատարում է Սիլվա Սարգսյան։ Շնորհակալ եմ հրաշալի երգերի և երաժշտությունների համար Տիկին Լիլիթ։ Տիկին Լիլիթ, քիչ առաջ երբ ձեր կենսագրությունն էի ընթերցում,
մեկ հարց առաջացավ, ձեր թույլտվությամբ կուզենայի այդ հարցը տալ։ Ընտրեմ։ Տիկին Լիլիթ, մեր ընթերցասեր հասարակությունը հաճախակի հայտնում է այնպիսի կարծիք, որ ստեղծագործողը եւ մտավորականը, այսպես առանձնացրած, պատկանում են ժողովրդին։ Դուք համաձայն եք այս կարծիքի հետ։ Անշուշտ մենք մեր կոչումը թե որպես բանաստեղծ գրող, թե որպես մտավորական անշուշտ մենք ստանում ենք մեր ժողովրդի կողմից։ Շնորհակալ եմ Տիկին Լիլիթ, եւ մի փոքր կարծիք, Տիկին Լիլիթը այն ստեղծագործողներից է, ում գրերը իրոք տիպում են ընթերցասեր հասարակության մանավանդ երիտասարդ ընթերցողների սրտերին, որովհետև հաշվի առնելով պատերազմը, նա ունի շատ պատերազմի մասին ստեղծագործություն եւ երիտասարդների մոտ դա լավ իմաստով խոցելի հատվածներ է թողել, որի համար շնորհակալ եմ ձեզանից Տիկին Լիլիթ։ Շնորհակալ։ Եվ լսենք հեղինակին կներեք, ընթերցումը հեղինակը։ Ես այս բանաստեղծությունը կցանկանայի էկրանը փակ արտասանել, որտեղ շատ հուզվում եմ, չեմ ուզում բաց էկրանով կարդալ, բանաստեղծությունը կոչվում է Հայրիկիս, որին անչափ շատ սիրում եմ, սիրել եմ, կորցրել եմ, դրա համար կներեք, որ պիտի փակ էկրանով կարդամ։ Հայրիկիս։ Այսօր հայրիկս երազիս եկել, բարի ժպիտով կողքիս էր նստել, առաջվա պես գլուխս շոյեց, լի խոստումներով աչքերիս նայեց։ Ասա իմանամ, ինչ է պատահել, դու մտամոլոր ինչ ես կարկամել, ով է քո սիրտը ցավալի խոցել, քեզ ով է այդպես զուր նեղացրել։ Նույնիսկ աչքերիս չէի հավատում, սիրտս ուժգնորեն այնպես բաբախում, դառնությունները կյանքիս պատմեցի, արտասուքով լի ամուր փարվեցի։ Դժվար է կյանքը առանց քեզ հայրիկ, ասես աշխարհն ինձ էլ չի հասկանում, հիմա չորս կողմից ինձ են քարկոծում եւ անմիտները զուր ինձ բամբասում։ Դու մի վհատվիր եւ մի տրտնջար, չարակամներից միշտ հեռու մնա, փուշ ու տատասկը տրորիր, անցիր, եղիր համարձակ եւ առաջ քայլիր։ Հայրս հեռացավ շշուկն ականջիս, արթնացա քնից նրա համբույրից։ Իմ բարի հայրիկ, ինչու գնացիր, շատ եմ քեզ սիրում, դու մի մոռացիր։ Շնորհակալություն։ Հիմա կընթերցեմ ինչու ես կուր դու աշխարհ բանաստեղծությունը։ Ինչու ես կուր դու աշխարհ, այսքան սովամահ մանուկներ, այսքան անմեղ զոհված զինվորներ, այսքան բռնաբարված լույս հարսեր, այսքան մորթված նորածիններ, այսինչ է կատարվում աշխարհ։ Ինչու ես այսքան խուլ աշխարհ, միթե չես լսում սովամահ լինող մանուկների հաց եմ ուզում աղերսանքը, միթե չես լսում անմեղ տեղը զոհվող զինվորների Աստված ձեզ կպատժի աղոթքը, միթե չես լսում աշխարհ բռնաբարված առնաքամ լինող արցունքի ձայնը, միթե չես լսում, թե ինչպես է հրճվում մեր նորածնին սպանող տականք թուրքը։ Ինչու ես այսքան խուլ աշխարհ, ինչու ես կուր դու աշխարհ։ Հաջորդ բանաստեղծությունը, որ ուզում եմ ձեր դատին ներկայացնել, դա Հայաստան աշխարհ բանաստեղծությունն է։ Հայաստան աշխարհ, էս ինչ են անում, դավաճան հայերեն էս ինչ են քո գլխին դնում, թուրքին ծախված մեր տականքները, էլ դες քեզ ոնց են կոտրում, Աստված իմ, էս ինչ են մեր կյանքը դարձնում, քեզ մասնատեցին եւ թշնամուն ծախեցին,
Մեր հազարավոր զինվորներին մատաղ արեցին, եռաբլուրում դղյակներ ծնողները կառուցեցին, ամեն օր նորանոր դիեր սահմանից բերեցին։ Կյանքի գնով են մեր տղաները ծառայում բանակում, ամեն օր սահմաներում կյանքի ու մահու կռիվ են անում։ Տեղ ու դադար չկան հիվանդանոցներում, մեր մայրերի աչքերից արտասուքը չորանալ չի էլ հասցնում։ Հայաստան աշխարհ, քո վաղվա օրն ինչ է լինելու, էլ ինչ են պատրաստվում քո գլխին դնելու, մեր արտաքին և ներքին թշնամիներից մենք երբ ենք վերջապես ազատագրվելու։ Աշխարհի ամենահնագույն երկրներից ենք մենք, ամենատաղանդավոր գործիչներն ենք ունեցել մենք։ Վիկտոր Համբարձումյան, Մարշալ Բաղրամյան, Հովհաննես Այվազովսկուն, Պարույր Սևակին, Արամ Խաչատրյանին, որոնք թվարկենք, որոնց հիշատակ ենք այսօր մենք։ Ինչու չեն այսօր մեր տաղանդները փայլում, որովհետև գրեթե հազարավոր ոչ պարտադիր չինովնիկներ մենք ունենք, որոնց տեղը ոչ ոք չի իմանում։ Հայաստան աշխարհ, միևնույն է, նրանք քո բյուջեից են սնվում, ապրում, իսկ փողոցներում մուրացող բալիկներն են օր-օրի ավելանում։ Մեր վիրավոր զինվորները չեն կարող բուժվել մեր երկրում, իմ ժողովուրդ, ոտքի ելեք, բռունցք դարձեք և մեր հայոց աշխարհն ազատագրենք։ Շատ կցանկանայի ներկայացնել նաև ռուսերեն գրված մի ստեղծագործություն, որը կոչվում է «Слава старой дружбы». Ничто не заменяет старой, но крепкой дружбы. Годы не прибавляют большой круг наших друзей. Они их всех на усталость и, конечно, на верность редеет круг наших друзей. Их становится совсем мало. На пальцах считается наших друзей. Они для тебя сделают все. Они становятся для твоей семьи ангелом-хранителем. И нет ничего тех дороже, кто остается в жизни твоей. Слава нашей старой дружбы, слава наших старых друзей. Дружба никогда не стареет. Старые друзья не предают. Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն Տիկին Լիլիթ։ Շնորհակալ, թույլ տվեք առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ մեկ առ մեկ, ովքեր իմ այսօրը տոն դարձրիք ինձ համար։ Մարիամ, քեզանից էլ երաժշտական ձևավորման համար անձամբ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք իմ կողքին եք և կցանկանայի միշտ իմ կողքին լինել։ Տիկին Նայրա Գյուզելյան, Վահե, Կարինե, բոլորիդ ուզում եմ միշտ կողքից տեսնել։ Մարլենա, Արմիդա, բոլորիդ, ոչ մեկին չեմ առանձնացնում։ Միշտ լինենք այսպես համերաշխ և միասնական։ Շնորհակալություն բոլորիդ։ Նույնպես շնորհակալ ենք։ Ողջադարձ սիրով, ողջադարձ ողջույն։ Անչափ շնորհակալ եմ հրավերություն մերժելու համար։ Ինչպես ասացիք, մենք միշտ ձեր կողքին ենք, ձեր թիկունքին միշտ կողքին ենք։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Չմոռանալով, որ դուք էլ մեր թիկունքն եք։ Իհարկե։ Անպայման։